Պատկերացրեք ձեզ հեռացրել են աշխատանքից անօրինական ճանապարհով, ասենք օրինակ որևէ փաստաթղթի վերաձևմամբ, կամ ձեր հանդեպ թույլ են տվել այլ իրավախախտումներ։ Բնականաբար արդարությունը վերականգնելու եւ ձեր իրավունքները պաշտպանելու համար կդիմեք համապատասխան մասնագետներին, իսկ որտեղից է գալիս օրենքին դիմելու կամ օրենքի ուժով հարցերը կարգավորելու ավանդույթը։ Աշխարհում առաջին անգամ օրենքները կազմվել եւ տարածվել են Աքադի ու Շումերի թագավոր Ուրնամուի կողմից։ Օրենքների ժողովածուի պահպանված հատվածներից, որոնք փորագրված են սալերի վրա, միայն 5 բաժիններն էին ընթերնելի։ Այս սալիկների բոլոր 5 բաժինները համատեղելով հնարավոր է եղել վերծանել տեքստում առկա 57 օրենքներից մոտ 40-ը։ Օրենքների նախաբանը բացահայտում է, որ Ուրնամուն վերակազմակերպել է բանակը եւ հարկային համակարգը, վերջ դնելով մի շարք տարածված բյուրոկրատական չարաշահումներին։ Նա նաեւ կարգավորել է կշիռների եւ չափերի համակարգը շուկաներում հասարակ բնակչությանը զեղծարարություններից պաշտպանելու համար։ Ուրնամուից 3 դար անց Միջագետքում Բաբելոնում թագավոր Համուրապին սև բարձր բազալտե սալերի վրա փորագրեց օրենքների իր ժողովածուն։ Համուրապիի օրենքները հայտնաբերվել են 20-րդ դարի սկզբներին։ Դրանք բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում ըստ մարդկանց հասարակարգային դիրքի կամ տեր ու ստրուկ կարգավիճակի։ Համուրապին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծված պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի անհրաժեշտ էր մտցնել գրավոր օրենքներ եւ դրանցով կարգավորել կյանքի բոլոր բնագավառները։ Դրա համար հանձնարարեց հավաքել երկրում գործող բոլոր բանավոր եւ գրավոր օրենքներն ու դրանց հիման վրա կազմեց իր օրենսգիրքը։ Օրենսգրքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հետագայում դրա շատ դրույթներ ներառվեցին նաեւ առաջավոր Ասիայի պետությունների օրենքների ժողովածուներում։ Օրենքների սեփական ժողովածու կար նաեւ միջնադարյան Հայաստանում, որը կազմել էր հայ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական մանկավարժ եւ հասարակական գործիչ Մխիթար Գոշը։ Գոշի գիրք Դատաստանին կամ Դատաստանագիրքը 13-րդ դարում առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց Կիլիկիայի հայկական թագավորության գլխավոր օրենսգիրք։ 16-րդ դարում այն ընդունվել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի կողմից հայկական Լվովի, Կամենես-Պոդոլսկի եւ այլ քաղաքների գաղութներում անօրինականությունները կանխելու համար։ Դատաստանագրքի առանձին հատվածներ թարգմանվել են լատիներեն, լեհերեն եւ թաթարերեն։ 18-րդ դարում Մխիթար Գոշի դատաստանագրքի որոշ կետեր ներառվել են վրաց թագավոր Վախթանգի կազմած օրենքների ժողովածուում։ Տարեր անց Անգլիայում Հովհան I անհողինի կողմից 1215 թվականի հունիսի 15-ին ստորագրվեց ազատությունների մեծ խարտիան Magna Carta Libertatum-ը։ Այն հետագայում դարձավ Մեծ Բրիտանիայի սահմանադրական, օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը, նպաստելով արևմտյան մյուս երկրներում իրավական համակարգի կայացմանը։ Խարտիան բաղկացած էր 63 հոդվածից, որոնցից 30-ը պաշտպանում էր հոգևորական եւ աշխարհիկ ֆեոդալների, 7-ը ասպետների, 3-ը քաղաքացիների շահերը։ Սահմանափակվում էին թագավորի իրավունքները ֆեոդալական հարկերի հաստատման եւ դրանց հավաքման գործում։ 39-րդ հոդվածում նշվում էր, որ ոչ մի ազատ ազնվական մարդ չէր կարող ձերբակալվել, իսկ նրա ունեցվածքը ենթարկվել բռնագրավման առանց պերերի կամ բարոնների դատի։ Իսկ 1787 թվականին Ամերիկայում ստեղծվեց աշխարհի առաջին գրված սահմանադրությունը։ Սահմանադրության ձևավորման մեջ մեծ ազդեցություն ունեցավ Շարլ Լուի Մոնտեսքյոյի օրենքի ոգին աշխատությունը։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1948 թվականին ՄԱԿ-ը ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով հռչակվեց, որ յուրաքանչյուր մարդ ունի արժանապատվության եւ ազատության անօտարելի իրավունք։ Այսպիսով Ուրնամուից մինչև ՄԱԿ-ի հռչակագիր օրենքների ու իրավունքների մասին պատկերացումները ապրել են բարդ ու բազմաշերտ էվոլյուցիա։ Ներկայումս մշակվել եւ հաստատվել են ժամանակակից աշխարհի տարբեր բնագավառները կարգավորող ու իրավախախտումները կանխարգելող տարբեր նորմատիվներ։ Սահմանվել են աշխատանքային, քրեական, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության, շահագործումների եւ շատ այլ հարցերում արդարությունը վերականգնող դրույթներ։ Մեկնաբանություններում գրեք, թե երբևէ ինչ օրինախախտումների եք բախվել եւ հետեւեք Ռենեսանսին հետաքրքիր, զարմանալի ու գիտելիքաշատ բացահայտումների համար։